թե այսօր ինչ կներեն ոսկուշկայում, կոնկրետ հարկերով, հա, ոսկիների եւ ինչքան է մինչեւ բարձրացել այս բանը։ Գիտեք, այսօրվա գներից եկեք չխոսանք, որովհետև եթե առաջներում նայեք 2 տարի առաջ էլ, եթե 10 ցենտ բարձրանում էր, մենք ասում էինք, «Վայ, ոսկին բարձրացել է»։ Հիմա րոպեական, ինքը կարող է մի րոպեվա մեջ $10 բարձրանա, հետո իջնի նորից $20 բարձրանա, անկայուն է։ Բայց ինչից է կախված, աշխարհի իրավիճակից է կախված, թե չէ գները հենց հիմա ես կարող եմ ասեմ, որ ասենք այսօր շղթաները վաճառվում են 36,000-ով, չէ՞, բայց կարող է 5 րոպե հետո արդեն դա դառնա կամ 34,000 կամ դառնա 38,000, բայց մեր հայկական շուկայի հետ ոչ մի կապ չունի։ Ինքը միջազգային է, դրսից եկած գներ են, մեզ կոնկրետ մեզ վաճառողներից շատ ավելի հաճելի կլիներ, որ ստանդարտ մի հատ գին լիներ, մենք էլ այդ ստանդարտ գնով հանգիստ աշխատենք, ասենք լիներ $20, մենք այդ $20 վրա աշխատենք, բայց դե մեր 25 տարի է։ Եվ երբևէ նման Երբեք։ Հիմա ես ձեզ ասեմ, նայեք, 25 տարի առաջ շղթաների գրամը $9 համարժեք դրամ էր, ճիշտ է։ Նայեք, այս 25 տարվա մեջ ինքը արագ աճել է, բայց մինչև նախանցյալ տարի ինքը ստանդարտ էր, ասենք բարձրանում էր $1, $2 տարի ընթացքում, դու իրանից չէիր նեղվում, բայց հիմա այս 2 տարվա մեջ ինքը սենց կտրուկ, ասենք նայեք, 2 տարի առաջ կներեք, որ դոլարով եմ իհարկե ասում, որտեվ դե գիտեք, ոսկի ու միջազգային գները դոլարով են, ինքը 2 տարի առաջ $40 էր, հիմա դարձել է արդեն այսօր կոնկրետ $156 է դարձել, բայց մի քանի կոնկրետ 3 օր առաջ $174 էր, այսինքն ինքը անկայուն է, դա էլ կախված է մեր աշխարհի վիճակից է կախված, ու այն հզորներից, ովքեր որ որոշում են այդ գինը, շատ լավ կլիներ, որ ստանդարտանար։ շարժկա մարդիկ։ Չէ, իհարկե, բնականաբար, եթե առաջներում մի 2 կոպեկ հետ էինք գցում, ասում էին վազենք կապիտալ վերցնենք, ու տենց էլ անում էին, վերցնում էին, հետո այդ նույն ոսկուց վաճառում էին, ինչ որ իրանց հոգսերը հոգում էին, հիմա արդեն ուտեն, խմեն, թե ոսկի առնեն, բայց դա միևնույնն է, մեր հայ ժողովուրդը սիրում է, գալիս է, առնում է, եթե առաջ առնում էր 50 գրամ, առնում է հիմա 10 գրամ, բայց միևնույնն է, առնում են, բայց շատ քիչ, նայեք, շուկայի վիճակը, հիմա ամենաթեթև բաները, ասենք 2 գրամանոց մատանի, 4-5 գրամանոց թևնոց են, ասենք ես մոռացել եմ վերջին անգամ երբ եմ ծանր քաշի որևիցե մի բան վաճառել։ Դրա համար հիմա շուկան հիմնականում վաճառում է այդ մանր արտադրանքը, էլի, որ մատանից հստակ այդ երկրորդ։ Ասենք սա, ասենք նայեք, 21 գրամ է ինքը, մի գրամի արժեքը 38,000 դրամ արժի։ Դե բնականաբար արդեն 2 գրամը ընդեղ ինչ է, 60-75,000-ի կարգի է գալիս։ Մինչև 100, 120, 130,000, ասենք աշխատավարձ է ստացել մի սիրուն աղջնակ, ուզում է իրան ուրախացնի, կամ ընկերը ուզում է ուրախացնի, գալիս են այտենց, մինչև 200,000, ասենք ես վաղուց մոռացել եմ ծանր որևիցե բան վաճառելը, բայց դե հուսով ենք, որ լավ է լինելու։ Գալու է մի օր, որ ամեն ինչ իր, գիտեք ոնց, եթե ինքը ստանդարտ դառնա, ասենք 36,000, ինքը մնա այդ 36,000-ը, արդեն մարդիկ կսովորեն, որովհետև նայեք, այս տարիների ընթացքում մենք այդ փորձը ունենք, էլի, որ ինքը ասենք բարձրացել է 14,000 դրամից դառել է 16,000, մի ամիս 2 ամիս դժվարությամբ են եկել, բայց հետո եկել են իրանք գիտեն այդ գինն է, բայց դրանից հիմա ինֆորմացիան շատ է, ասենք գնորդը մեզնից լավ գիտի, թե այդ օրը ոսկին ինչ արժի, իրանք էլ նայում են մեր հետ, ու ձեզ մի բան էլ ասեմ, ասենք ինքը եթե իջնում է, սպասում են, որ իջնում է, էլի մի քիչ էլ կիջնի, բայց հենց սկսում է բարձրանալ, վազում են շուկա, սկսում են գնել ոսկի, որովհետև մտածում են հեսա էլի կբարձրանա։ Ճիշտ է, շատերը կա, ասում է, հեսա տրնդեզ է, տրնդեզի ժամանակ ավելի կբարձրանա, նորից ասում եմ,
սա միջազգային է։ Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։ Ընդհակառակը Հայաստանում այսօր ամենաէժան ոսկին է, որ դուք պատտվեք կտեսնեք ինչքան այլազգիներ կան, որ առևտրի համար գալիս են այստեղից առնում են, տանում են այնտեղ վերավաճառելու համար։ Պերենտեզին առաջ ցանկացում Ոչ մի անգամ ընդհակառակը միշտ հիշեք, որ Հայաստանում ոսկին ամենաէժանն է աշխարհի մակարդակով, եթե վերցնես, ոսկին ամենաէժանը Հայաստանում է։ Նայեք, տղամարդու թևնոցներ ունեմ ես, որ միշտ ծիծաղով ասում եմ, տղամարդկանց հետ աշխատելը շատ ավելի հեշտ է, դրա համար իմ սեղանը նայեք, սա ինքը 18 գրամ է, 1 գրամի արժեքը 36,000 դրամ է գալիս։ Այսինքն ինքը ընդհանուր իր գինը կգա 18 անգամ 36,000, կգա 648,000։ Այս թերնոցը, դե հիմա նայեք, կառնեն, թե չեն առնի, բնական շատ քիչ է, էլի։ Առաջ եթե սա մի 50 գրամանոց առնողը գալիս էր 50 գրամ էր առնում, հիմա գալիս են 18-20։ Այս պահի դրությամբ չիստատան դարել է 160-63, բայց ոչ մեկը չի մոտենում, երկրորդ ամիսն է մենք ոչ մի բան չենք վաճառում։ Մինչև 177 չիստատա բարձրացել է, բայց այս սենց գնալով որտեղ կհասնի, ոչ մեկը չի գիտենք։ Օրինակ շարժ կա, մարդիկ այցեն ինչ են հիմնականում նախընտրում։ Ես 2 ամիսը ոչինչ չեմ տեսել, որ առնեն, գալիս գնում են։ Լինում է, որ ռեդք ինչ-որ մեկը մի բան առնում է, մի հոգի, որը պետքան երեխուն նշանի կարող է եւ ինքը առնի, բայց ընդհանուր առմամբ ոչ մեկ ոչինչ չի առնում, որտեղ այնքան բարձր է, մարդը գերատեսում է ավելավա $200 տանի տա ինչ-որ հավաքույթի, չեմ մի գրամ ու կես ցեպ առնի։ Գրամը ըստ չիստատայով եմ ասում 160 չիստատա է գալի $160, բայց դա որ բաժանում ես, ասենք հիմա դրսի գործերը մինչև 120,000 է վաճառվում, $120 կներեք, բայց $120-ով է տալիս, որ առնի մի գրամ։ Իսկ զարդի գինը ինչքան է։ Զարդի գինը արդեն գալիս է լոն պլյուս աշխատանք ու վրայի դրած քարերը, նայած ինչ ադամանդ եք դնում։ Եթե մի հատ մենք սովորական տեղական ապրանքի վրա քար ենք դնում, արդեն գրամը գալիս է 60,000-ը անցնում է։ Իսկ դա ոչ մեկ չի գնում։ Կարող է գնեն հիմա խոսքով ես տղա եմ ամուսնացում, տիվինուզին առնես այդ կալցոն, պետք է առնես, մի բան նվիրես հարսել։ Արդեն դու առնում ես, բայց ընդհանուր առմամբ առևտուրը շատ վատ է եւ ժողովրդի վիճակն է շատ վատ։ Ես չեմ տեսել, որ մեկը այս վերջերս գա ինչ-որ կապիտալ առնելու համար, որտեղ այսօր ժողովրդի վիճակն է շատ վատ ֆինանսապես։ Այդ ով կունենա, որ գա առնի։ Օրինակ հիմա ես բացատրեմ, առաջ այս մատանին, ասենք մենք կարայինք, ասենք վաճառեինք 4-7 քաշ, ասենք եթե սա մի քանի ամիս առաջ մենք վաճառել ենք, ասենք $400, հիմա սա կվաճառի ընդհանուր արդեն գինը նստում է 400 արդեն վրան արի ավել։ Դառնալու է մոտ $800 սահմաններ։ Իսկ եթե ոչ մեկ չի կարող առնել։ Իսկ եթե խոսքի օրինակ էսի մենք վաճառենք 400, երբեք մենք սրա տեղը արդեն չենք կարա դնենք, եթե ոսկու մի գրամը դառնում է $100 չափ լոն պլյուս աշխատանք, այդ ոնց կարաս առնես։ Իսկ առաջ էսի մի 400-500, իսկ հիմա դաբավկա այդքան ոչ մեկ չի անում։ Այսօր ոսկին մի փոքր նվազել է, երեկվա համեմատ։ Բարձր հարկը 59,000 դրամ է, 999։ Իսկ 585 դրամով այսօր գալիս է 35,000 դրամ։ 750 հարկը, որը նույնպես դասում է բարձր հարկերի շարքին, չէ 750-ն է, Չերվոնից հետո է, 750 էլի ինքը համարվում է բարձր հարկ, ինքը արժե 44,500 դրամ, այսօրվա հաշվարկով, երեկվա համեմատ մի փոքր տարբերություն է տվել։ Այս օրերին այդ համաշխարհային գինը որ բարձրացել էր, հա, ոսկու, ամենաբարձր ինչքան էր, մաքրի ոսկին ինչքան էր բարձրացել ինչու՞։ Դոլարով $178 էր, մեր մոտ հենց 178 էր, իսկ համաշխարհայինում $180 էր։ Ես կարամ մի հատ հաշվեմ ասեմ ձեզ։ Պատկերացեք ինչքան էր ինքը բարձրացել։ 68,000 դրամ էր։ Այսօր 59, այսինքն մի գրամի մեջ 10,000 դրամի տարբերություն է, իսկ դա հառելի մեծ գումար է։ Մի գրամի մեջ էլի։ Վիճակը ո՞նց է այսօր շուկայում առաքելի հետ կապված։ Շատ վատ։ Ոչ միայն այսօր։
ինչ է իրավիճակն է տիրում, այս ձև տատանումներն է, հարցը նրանում չի, որ ոսկին բարձրանում է, ինքը կարևորը կայուն լինի։ Եթե կայուն լինի, արդեն կամաց ժողովուրդը կսովորի, կհամակերպի, իմանա, որ հիմա սա է, ոսկու գինը։ Մարդիկ մտածում են գուցե կրկին Այո, ապրեք։ Այո, իրանք մտածում են, որ կարող է իջնի։ Հետո նորից կտրուկ բարձրանում է, այդ բարձրացման պահին իրանք այդ պահին առևտուրը ավելի լավ է լինում։ Իրանք գալիս են ասում են, ինչ որ պետք է վերցնենք, որովհետև կարող է էլի բարձրանա։ Բայց հաջորդ օրը ինքը նորից կտրուկ իջնում է։ Օրինակ սովորական մեկ մատանու օրինակով, հա, խնդրեմ դուք եք ծածկեք։ Օրինակ նախորդ տարի այսին ժամանակահատվածում ինչքան օգ վաճառել այդ մատանին, այսօր ինչ վաճառել։ Նայեք, ես հասարակ օրինակ Դες բերեմ։ այս մատանին առնակ։ Երեք ես ձեզ դա ցույց տամ։ Հիմա նայեք, այս մատանուկի արժեքը եղել է անցյալ տարի 170,000 դրամ։ Հիմի այս մատանիկը 230,000 դրամ է։ Պատկերացեք ինչքան տարբերություն է մեջ։ Ահռելի է էլի տարբերությունը։ Գրամը որքան է։ Այս մատանիկը գրամով չի, ինքը որպես զարդ է։ Բայց եթե գրամով ասեմ, օրինակ այս հասարակ մատանները այս քարով է։ Եթե վրան քար կա, ինքը արդեն համարվում է, չնայած աշխատանքը առանց քարի էլ է, որպես զարդ ըստ աշխատանքի։ Ամենաքիչը այսօր 38,000 դրամ է գրամը։ Ամենապարզ զարդի։ Սկսում է 38,000 դրամից։ Մատանիների դեպքում, որովհետև շղթաները փոքր ուրիշ է, էլի։ Դե չէ, շղթակը շատ ավելի թանկ է, բայց շղթակը ավելի մատչելի է։ Հիմնականում ովքեր են գնորդները եւ ինչ են, այսինքն կապիտալի համար մարդիկ այլևս չեն գալիս։ Չէ, անհրաժեշտության դեպքում են գալիս, ասեմ ես ձեզ։ Անհրաժեշտության դեպքում են միայն գալիս։ Օրինակ պատկերացեք, ես ամուսնական մատաններ եմ, չէ, ներկայացնում։ Համենայն դեպս ինքը անհրաժեշտ զարդ է, ճիշտ է, բայց մարդիկ էլի չեն վաճառում։ Ես անցյալ ամիս ոչ մի հատիկ մատանի չեմ վաճառել, ոչ մի հատիկ։ Այդպիսի բան երբեք չի եղել։ Երբ որ ինքը անհրաժեշտ զարդ է, ինքը իր տեսակով տարբերվող է։ Մարդիկ ուրեմն պատկերացեք, պատվիրում են այդ զույգ մատանիները 2 գրամ եւ 3 գրամ, այսինքն զույգ կալցոները ամուսնական 5 գրամ են ուզել զույգով, որ ինքը շատ նվազի, այդպիսի նախադեպ այս պահի չկա։ Նախ այդ ամեն ինչը կախված է աշխարհակաղակական իրավիճակից։ Ինչպես որ աշխարհում կայունություն չկա, նույնը անդրադառնում է ոսկու վրա։ Իրանք մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Այ եթե ինչ-որ մի կետում պատերազմական օջախները դատարեն, իհարկե դա անպայման դրական է ազդելու ոսկու արժեքի վրա, ոսկին նվազելու է, բայց որ ասեմ ոսկին շատ կտրուկ լինելու են առաջվա գինը, այդպիսի բան չի լինելու։ Առաջ ինչքան է, ինչքանով է վաճառել ոսկին։ Նայեք, ես ձեզ ասեմ, ինքը սեպտեմբերին, օգոստոս ամսին, ինքը 80 էր, մի գրամը, պատկերացնում եք, ինքը եղել է մի գրամը բարձր հարկի $80, իսկ ինքը բարձրացել էր այդ նույն հարկի ոսկին այսօր $156 է, այդ հլի ինքը իջել է։ Հաջան կրկնակի, իհարկե կրկնակի է դարձել, ինքը կրկնակից ավել էր, բայց հիմա եկել է գոնե կրկնակի է, ու ես ձեզ ասեմ, հիմա ինքը հավասարվել է մեր այստեղ ու մեկ է միջազգայինը։